Давай, գնացեք Նախ մենք ուղիղ եթերում ենք այս պահին, հարգելի քաղաքացի։ Հարցը թե կարգալույց ձեր ասած կարգալույց եղած հոգևորականը ում կողմից է կարգալույց եղած։ Ես արդեն ասացի 24 նյուզին չեմ պատասխանում, Ոչ հաճո ձեզ։ որովհետև ինձ հաճո չէ ձեզ պատասխանելը։ Որ 30 տարի մենք քրիստոնություն չունենք, 30 տարի չունենք, մահմեդական պետություն ենք մենք։ Ես եկեղեցի չեմ թողել արդեն։ Իշխանության մաս եք, անձամբ նկատի չունեմ դուք, իշխանությունը։ Էլի փորձում եք էլի քաղաքական հարցեր տակ այսօր։ Ձեր հարցը։ Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, անցանկարակ։ Հաճելի չի դրա համար, դուք նախորդ Կիրակի օրը ինչու քաղաքացուն եկեղեցուց դուրս հանեցիք, նրա ձայնը լռեցնելով, բերանը փակելով, այսօր էլ եք պատրաստում նույն կերպ վարվել, ձեր հեռախոսին զանգ չի գալիս։ Ուղղակի ամոթ է։ Հիմա լռեցնում եք մամուլի ձայնը, ինչպես նաև ժողովրդի ձայնը։ Հիմա դուք խանգարում եք ինձ։ Խանգարում եք, հարցեր եք տալիս, որոնք։ Ես որ հարցեր եմ տալիս, խանգարում։ Եկել եք։ Ինձ եք խանգարում, բայց էլի անկեղծ։ Ինչու եմ խանգարում։ Ձեր հարցերով։ Такие вопросы задаются, что неудобно отвечать даже. Չեմ իրավունք ունեմ չպատասխան, իմ իրավունքն է, ուրեմն չեմ պատասխան։ Եկեղեցու բակում եք մի զայրացել։ Ես ճիշտն ասած անցած Կիրակել չեմ հաշվել, այս Կիրակել չեմ պատրաստում հաշվել, եթե դուք հաշվել եք Ուզում ենք ազատ անկախ Հայաստան լինի։ Ոչ թե Կիրիլի հավգիթներից կախվեք։ Երիկա, ամոթը։ Դուք արհամար եք, Հիմա դուք սկսելու եք։ արհամար եք դուք իրան։ Դուք եք խանգարում, այ բոլորին դուք եք խանգարում, ես 5 հոգու խանգարում եք բոլորին։ Այս վերջին 1 տարվա ընթացքում իմացաք դրա մասին։ Ժողովուրդ ջան, հենց sense հարցեր եք տալիս, ասում եմ, ո՞նց եղավ որ նորի բացա։ Վերջի պատարակը նույնիսկ հաջողվել է Հռոմում մասնակցել։ Դե հիմա այդ հարցը էլ է կարգալույց նշանակում։ Եկեք ես եկեղեցական տենց հարցերի չպատասխանեմ։ Ես եկել եմ վանք։ Որն է ձեր համար ձեր կաթողիկոսարանը։ Որն է։ Ընտրել եք դուք։ Ես ձեզ չեմ վիրավորում, ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը դա պատիվ է։ Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաև գրափար լեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը։